Բարգավաճ Հայաստանը, Մայր Հայաստանը, դեմոկրատական այլընտրանքը միասնական են ինչպես երբևէ, այս պետական դավաճանին չի հաջողվելու մեզ շեղել մեր ուղուց եւ մենք մեր հանրությանը կոչ ենք անում ել ավելի համախմբված, ել ավելի միասնական պայքարել այս թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող ռեժիմի դեմ։ Ինչպես հայտնի է, 3 լկտի ստեր են տարածվել իմ մասին, մեր իրավական թիմը հիմա պատրաստում է հայց զրպարտության եւ բարի համբավը արատավորելու մեղադրանքով։ Բացի այդ, մենք արդեն պրոցեսները հետագա ցույց կտան, ուրեմն լիազորությունների չարաշահման մասով կտանք հայտարարություն եւ հիմա բուն թեմայի հետ կապված ես ձեզ ասեմ հետեւյալը. լրատվական միջոցներում արդեն իսկ տարածվում են հիմնական վարկածը, որ այս հարձակումը մեր դեմ եւ մասնավորապես իմ դեմ է հնչեցրած լկտի մեղադրանքը պայմանավորված է Զելենսկու թելադրանքով, ինչպես հայտնի է տխրահարչակ Զելենսկին, որը ավերակների է վերածել Ուկրաինան եւ իր երկիրը դարձրել է մանրադրամ դրսի ուժերի ձեռքում, Երևանյան այցի ժամանակ ըստ տարածված տեղեկությունների խնդիր է դրել կոնկրետ իմ դեմ գործողություն անելու, որովհետև ինչպես հայտնի է Մայր Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը այցելել էր Դոնբաս, մենք հումանիտար այց էինք կատարել եւ այնտեղի հայկական համայնքի հրավերով էր դա տեղի ունեցել եւ այդ այցը Ուկրաինայում շատ ծանր էին տարել, բայց մենք համարում ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը եւ ամենակարևորը մենք գիտենք, որ այնտեղ հսկայական հայ համայնք կա Դոնեցկում, Լուգանսկում եւ մենք գնացել ենք տեսնենք, թե ինչպես են իրենց զգում մեր հայրենակիցները այդ ռազմական գոտում։ Հիմա այս իշխանությունները, քանի որ դրսից աջակցություն են ակնկալում, այնտեղ երևի ասեն գին պետք է վճարեք, մեզ այսպես ժեստ պետք է անեք մեր հանդեպ եւ Զելենսկու հրահանգները կատարող պետություն է փաստորեն սարքել Նիկոլ Փաշինյանը, այսինքն տեղի է ունենում Հայաստանի Ուկրաինացում։ Դա չի կարելի թույլ տալ, աշխարհում երկրորդ երկիրը չկա, որտեղ Զելենսկին իրեն այդպես կպահեր եւ մեր երկիրը կօգտագործեր որպես հարթակ մեր ռազմավարական դաշնակցի դեմ վայրը աճելու եւ մեր բոլորի նախնիների լավ հիշատակը պղծելու համար, խոսքս հայրենական պատերազմում երկրորդ համաշխարհայինում զոհված մեր հայրենակիցների, մեր պապերի, տատերի մասին է։ Ուրեմն այս առումով ուրեմն ուկրաինական հետք է երևում, ինչը խայտարակություն է։ Որովե ծանոթություն ստացել է։ Ոչ մի թուղթ չկա, ոչ մի հայտարարություն չկա, ինչպես հայտնի է հոգեխանգարված է երեք Վանաձորում ասում էր վաղը ԱԱՑ-ն հաղորդում կներկայացնի քննչական եւ այլն։ Ես եմ մտածում, տեսնես ինչ պետք է մոգոնեն, ինչ պետք է անեն, ենթադրում եմ, որ ինչ-որ թուղթ պետք է հասնի մեզ, որ ինչ-որ բան լինի, բայց ոչ մի բան չկա։ Մեր շքամուտքի դուռը ուժով բացել էին եւ տեսախցիկներով դա արձանագրվել էր, բայց բան չէին արել, այսինքն ինչ-որ, չգիտեմ, երևի ինչ-որ գործողություն են արել, ես դա չէի կապել անկեղծ ասած քաղաքական process-ի հետ, ես կարող եմ ողջամիտ կասկած ու ենթադրություն անել, մնացածը թող իրավապահները, չգիտեմ, կարող է ինչ-որ մեսեջ էին ուղարկում կամ հոգեբանական ճնշման էին ուզում ենթարկել, չեմ կարող ասել, բայց իրանք երևի ինձ լավ չեն ճանաչում, ինձ ոչինչ բան չի կոտրել, ուզում եմ թող հենց հիմա գան, ասեն մենք դες ձերբակալում ենք, կալանավորում, դրանից ինչ պետք է փոխվի։ Մենք բոլորս այս պահին թուրք-ադրբեջանական կալանքի մեջ են գտնվում, ուղղակի տարբեր կարգավիճակներով։ Հիմա այս ամեն ինչը պետք է փոխել։ Դրա համար էլ ասենք մենք մեր պայքարը շարունակում ենք։ Մեր երկիրն է ահագնացող վտանգի առաջ կանգնած։ Անձերի հետ կապված այդպիսի մտավախություն չունեմ մասնավորապես եւ մեր թիմը ամուր կանգնած է, դուք տեսնում եք Բարգավաճ Հայաստանի մեր գործընկերները, իրենց վարքագծով դեմոկրատական այլընտրանքի մեր գործերները, մենք միասնական պայքարը շարունակում ենք, ուղղակի ուզում ենք հանրությանը մեսիջ հղել, որ բավական լուրջ վտանգ է սպառնում մեզ եւ մենք բոլորս մեծ հաշվով պատանդ ենք թուրք-ադրբեջանական օրակարգի։ Հիմա մեկս ազատության մեջ, մեկս անազատության մեջ, դա բան չի փոխում, այնպես որ այս իշխանությունից այլ բան չենք սպասում։ Ես ամեն ինչ պատրաստ եմ։ Մեր թիմը ամեն ինչի պատրաստ է։
Ցանկացած գործիքակազմ, քաղաքական, իրավական բոլորը օգտագործվելու է։ Այս տիպի լկտիություն չէ, որ ինձ այդպիսի մեղադրանք ներկայացնեն, այսպես ասեմ, ես անձնապես իրեն չեմ ներելու սա, որովհետև այդպիսի պիտակավորում տալը, ասենք դա շահամորթիություն է, էլի։ Ասենք, գիտեք ինչ, ամեն ինչ կարող են անել, քաղաքական պայքար է, մանավանդ ապօրինի գործողությունների սեփականատեր իշխանությունը ամեն ինչ է պատրաստ է, բայց որ նման մեղադրանք են ներկայացնում, բա լավ, դա կապիկություն չի, Ժողովուրդ ջան, ինձ երեք սարսափելիագույն մեղադրանք են ներկայացրել, համաձայն եք։ Բայց ես այսօր ստեղ ինչ գործ ունեմ ասուլիս տալու կամ երթ անելու։ Այսինքն կարում են, հետո ուզում են հասկանան լավ են կարել, վատ են կարել, ասենք ինքը կոնկրետ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճան է, ես այսօր բրիֆինգի ժամանակ հիմնավորեցի դա։ Ինչը հանդարտվի։ Հոգեվիճակը ոնց որ այդքան էլ կայուն չի։ Հա ինձ հոգեվիճակը, ես չեմ կարող, ինձ թվում է դա քրոնիկ բնույթ է կրում իր մոտ դա քրոնիկ բնույթ է կրում, չեմ կարծում, որ կկայանանա ու կհանդարտվի։ Մենք բոլորս որևէ տեսակետ չենք փոխել, որևէ դիրքորոշում չենք փոխելու եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի հունիսի 7-ին տեղի ունենա իշխանապահություն։ Փաստարկներ ունենք եւ այդ խոստացված փաստարկները չի հրապարակում, այ ինչն է խնդիրը, եթե կան իհարկե այդպիսի փաստարկներ։ Գործկարողներ են, ուրիշ ինչ պետք է ասեն։ Թուրք-ադրբեջանական օրակարգ են սպասարկում, ինչ փաստարկներ պետք է ունենան։ Որն է այդ փաստարկը։ Մի հատ թող ցույց տան, մենք է ծանոթանանք։ Ես ընդհանրապես ոչ մի բան չեմ ստացել։ Ոչ մի թուղթ, ոչ մի, չգիտեմ, մեղադրանք, նույնիսկ ծանուցագիր, որ եկեք ձեզ քննենք կամ չգիտեմ, ոչ մի բան չկա։ Քնչական ուղարկված չի։ Ես չգիտեմ։ Ես գիտեմ, հարցրել եմ քնչականին։ Հա, բայց երեք այդ տղան ասեց բանա, չէ, ԱԱԾ-ն վաղը կուղարկի, չասեց, բայց վաղը ԱԱԾ-ն կուղարկի, դե հիմա ջանդամիս ուղարկեն կամ չուղարկեն, այսինքն մարդուն արատավորում են համբավը, հա, հետո էլ ասում են դե հիմա թող ժամանակ անցնի եւ այլն, ես ասում եմ կոնկրետ հայտարարությունով, հիմնավորումով քաղաքական ասում եմ Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանությամբ է զբաղվել եւ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա նաեւ ոչ միայն դրա համար, այլ այն բանի համար, թե ինչ է արել 8 միլիարդ դոլարի պարտքը, ինչ է արել իր աշխատակազմին տրված գումարները, ինչ են արվել ԱՆԻՖ-ի գումարները, ինչ են արվել Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները պատերազմի օրերին, ինչ է արել ինքը պատերազմի օրերին, դրանից առաջ եւ այլն եւ ամենակարևորը ինչու է հիմա անոնս անում, որ պատրաստվում է հանձնել Հայաստանի 3 տարածքներ, պատրաստվում է ադրբեջանցիներին բնակեցնել Հայաստանում, պատրաստվում է ռուսական ռազմաբազան հանել, խզել հայ-ռուսական հարաբերությունները, մեզ դուրս բերել ՀԱՏՄ-ից, ուզում հասկանամ դրա շահառուն ով է, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից ու միգուցե նաև անձամբ Նիկոլ Փաշինյանից։ Ինքը իր կաշին փրկելու համար այդպիսի քայլեր է գնում, այնպես որ մեր ժողովուրդը դուք տեսնում եք այսպես միասնական տրամաբանությամբ է գործում, մենք թիմակիցներ ենք եւ մենք մեր պայքարը շարունակելու ենք առանց որևէ շեղման։